Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր նոյեմբերի 5։ Քո կարիքն ունեմ։ Որոշ քրիստոնյաներ չեն ցանկանում միավորվել Քրիստոսի մարմնի մյուս անդամների հետ։ Նրանք հաղորդ են Տեր Հիսուսի հետ, բայց դիտավորյալ մեկուսանում են մյուս հավատացյալներից։ Նրանք ցանկանում են միավորվել միայն գլխի հետ, բայց մարմինը չի կարող կազմված լինել միայն մեկ անդամից։ Կարող եք պատկերացնել գլուխ, որից միայն մեկ ձեռք է աճում։ Քրիստոսի մարմինը կազմված է բազմաթիվ անդամներից։ Մենք պարզապես չենք կարող մեկ լինել Քրիստոսի հետ, առանց նաև նրա մարմնի հետ լինելու։ Մենք կարիք ունենք ոչ միայն գլխի, այլև ամբողջ մարմնի։ Մենք միավորված ենք ոչ միայն Տեր Հիսուսի կարիքով, այլև միմյանց կարիքով։ Պողոսն ասում է. «Աչքը չի կարող ձեռքին ասել ինձ պետք չես», կամ դարձյալ գլուխը ոտներին ինձ պետք չեք։ Առաջին Կորինթացիս 12:21 խոսք։ Ուշադրություն դարձրեք այս համարի երկրորդ մասին։ Նույնիսկ գլուխը չի ասում մեկ այլ անդամին ինձ պետք չեք։ Պողոսը ասում է. Քրիստոսը երբեք ոչ մի անդամի չի ասում ինձ պետք չեք։ Մենք բոլորս կարևոր ենք, նույնիսկ անհրաժեշտ նրա մարմնի գործունեության համար։ Սա հատկապես ճիշտ է այն անդամների համար, որոնք կարող են վիրավորվել և ցավ զգալ։ Պողոսը շեշտում է. այլ մանավանդ մարմնի այն անդամները, որ երևում են, թե տկարագույն են, նրանք հարկավոր են։ Խոսք 22-րդ։ Այնուհետև առաքյալը ավելացնում է. և նրանք, որ կարծում են, թե մարմնի շատ անարգվածներն են, նրանց առավել ևս պատիվ ենք անում, և մեր անվայելուչ անդամները ավելի վայելչություն ունեն։ Խոսք 23-րդ։ Նա խոսում է նրանց մասին, ովքեր անտեսանելի են, թաքնված և անհայտ։ Աստծո աչքերում մարմնի այս անդամները մեծ պատիվ ունեն։ Որպես Քրիստոսի մարմնի կարևոր անդամներ, բոլոր հավատացյալները պետք է ոտքի կանգնեն և լուրջ գործողություններ ձեռնարկեն ամեն հավատացյալի կողմ ուղղված սատանայի հարձակումների դեմ։ Դուք կարող եք մտածել, որ ունակ չեք դրա համար, բայց Տերն ինքը ասում է. «Ես քո կարիքն ունեմ, դու անփոխարինելի ես և անհրաժեշտ մարմնի գործունեության համար»։